Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա շեշտել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է հանդես գալ որպես միջնորդ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Ազգային ժողովում ներկայացվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության բարձրագույն դատական խորհրդի անդամի երկրորդ թեկնածուն Անահիտ Աբրահամյանը։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի եւ արդարադատության նախարարություններում, 2024 թվականից մինչ օրս արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնի տնօրենն է։ ԲՏԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է նաեւ Արմենուհի Հարությունյանին եւ Աշոտ Հայրապետյանին։ Կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը սառեցրել են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Մարտին Գալստյանը, անդրադառնալով խնդրին, որ զեղծարարները խարդախությամբ կարողացել են կորզել քաղաքացիների անձնական տվյալները եւ նրանց անունով առցանց վարկեր ձևակերպել։ Հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են, Գալստյանը միաժամանակ շեշտել է, քանի որ ամեն օր բանկային նոր պրոդուկտ է ստեղծվում, կենտրոնական բանկը չի կարող հետևել բոլորին ու կանխել կիբերհանցագործությունները։ Փրկարարները հայտնաբերվել են, որոնվող ռուս դեռահասի մարմինը ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ 2011 թվականին ծնված Մայա Բորատինսկայայի հայտնաբերվել է այսօր ժամը 14:15-ի սահմաններում Երևանյան լճում, լճի եւ գետի միացման հատվածում։ Մարմինը ափ է դուրս բերվել։ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների են փոխանակել յուրաքանչյուրը 205 զինծառայողի։ Ռուսական կողմը հայտնում է, որ իր զինծառայողներն այժմ Բելարուսի տարածքում են, նրանք կտեղափոխվեն Ռուսաստան պաշտպանության նախարարության բուժ հաստատություններում բուժում եւ վերականգնում անցնելու համար։ Գերեվարվածներին կողմերին վերադարձնելու հարցում մարդասիրական միջնորդություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսական կողմը համարժեք պատասխան կտա, եթե Կիևը փորձի հարվածել Ռուսաստանին հաղթանակի 81-ի կապակցությամբ հայտարարված հրադադարի օրերին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը, նաև հավելելով Մոսկվան Կիևից որևէ հայտարարություն չի լսել հրադադարին միանալու պատրաստակամության մասին։ Պուտինի որոշմամբ հրադադար է հայտարարվել մայիսի 7-ից 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ից 11-ի կեսգիշերը։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 30-օրյա հրադադար էր առաջարկել, նրա խոսքով դիվանագիտությանը հնարավորություն տալու համար։ Մինչև հիմա Մոսկվան պարզաբանումներ չի ներկայացրել անցած տարի Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Ըստ ադրբեջանական աղբյուրների Բաքուն այս հարցով ամեն ամիս դիմում է Մոսկվային, բայց ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը եւ չի արձագանքում հարցումներին։ Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե մեղավորը Ռուսաստանն է եւ պատասխանատվություն ու արդարություն պահանջել։